Չեք հավատա, բայց մայիսը իմ համար արդեն անցել է։ Այնքան իրադարձություններով լիքն է եղել, որ ես մտածում եմ, որ արդեն վերջացավ ամիսը։ Ուրեմն լիքը իրադարձություններ է եղել, հեշտով կներկայացնեմ։ Ուզում էի վերջի զանգից առաջ վիդեոն գցել, բայց ստացվեց, որ վերջի զանգից առաջ եմ գցում եւ միգուցե այս խորհուրդները բոլորովին ձեզ պետք չկան, բայց նայեք ինչ հետաքրքիր օղերի տարբերակներ է։ Մարգարիտ օղեր, մեկը ուղղանկյուն պատուհանիկի մեջ է մարգարիտը, մյուս դեպքում շատ հետաքրքիր թեքված, երկու կողմից թեքված ափսեիկներ կարծես լինեն, եւ երրորդ տարբերակը կարծես ճոճանակ լինի եւ դրա մեջ թաքնված է մարգարիտը։ Այս ամսվա մեջ նաև գնացել եմ հեշտական ներկայացմանը, հեշտական թատրոնին ու ճիշտ ասած մի քիչ բարկացած եմ դուրս եկել, որովհետեւ բնօրինակություններ չեմ սիրում, երբեք չեմ սիրել եւ երբեք չեմ սիրել։ Ես շատ էի ուզում դերասանուհուն տեսնել նոր ամպլուայում, նոր գեղեցիկ դերի մեջ։ Ուզում եմ տեսնել իրան նուրբ, ուզում եմ տեսնել իրան ինչ-որ ընտանիքի մոր կերպարով, բայց ամեն անգամ ինչ-որ կիսափողական բան է ստացվում, եւ այստեղ ոչ թե դերասանուհու ճիշտն ասած խնդիրն էր, այլ հենց ռեժիսորի թերացումն էր, որովհետեւ դերասանուհին ինքը իրեն կողքից չի կարող տեսնել եւ ուղղել, իսկ այ ռեժիսորը պետք է ուղղեր։ Եվ անցնենք աշխատանքային process-ին, ուրեմն շատ հաճախ վերեդիալ կանելու ժամանակ կարևոր բացում ենք, մանր թելեր են մնում կարի վրա ու դրանք առանձին հատիկ հանհորելը բավականին երկար ժամանակ է խլում։ Ես մտածեցի, իսկ ինչու քոլքանելու սարքով չփորձեմ։ Փորձեցի եւ իսկապես շատ լավ բոլոր մանր թելերը հավաքեց։ Ես մտածում էի կփաթաթի այդ պտտվող ձողի վրա, այնե չէ, նորմալ հանել է, շատ հանգիստ, այնպես որ կարող եք օգտագործել որպես մանր թելերը պոկելու համար։ Շարունակվում է զգեստի ձևափոխման մեծ էպոպեան եւ այս անգամ անվերելի տոնական զգեստ ենք ստանալու վերջի զանգին մասնակցելու համար եւ նոր տեխնիկա, նոր մատերիալ եմ փորձարկում այդ զգեստի վրա գործողությունները կատարելու համար։ Ուրեմն այդ զգեստը բոլորովին չէր ուզում ստացվեր, բոլորովին ոչ մի ձևով չէր ուզում ստացվեր, համոզելով, ստիպելով, առաջ էի շարժվում։ Մի քանի սխալներ եղան այս զգեստը այդ մատերիալը փորձարկելու ընթացքում։ Ես հիասթափվեցի մատերիալից նախ, փոխեցի մատերիալը, կտրեցի մատերիալը նոր, պարզվեց, որ քիչ է, փնտրում էի, որ շարունակելու համար գնեմ նորից, պարզվեց, որ էլ այդ մատերիալից չկա, ամբողջ քաղաքում չկա, պատվիրելու համար մինչև կհասնի ժամանակ կանցնի եւ էդ էլ մի պրոբլեմ էր։ Բացի դրանից իմ մեջ ինչ-որ բան էր կոտրվել ու ես այլևս չէի ուզում ոչ մի ձևով շարունակել։ Հետո մտածեցի, որ կարելի է ստացվածս երիզները երկու կես անել մեջտեղից, որպեսզի քանակը շատ լինի եւ այդպես դուրս գալ իրավիճակից։ Հետո ընթացքում տոնավաճառը ընկավ մեջ, տոնավաճառին մասնակցել եմ։ Հետո ընթացքում ծնունդս ընկավ մեջ, մի խոսքով այդ զգեստը ոնց որ ամեն ձևով չէր ուզում ստացվեր, երկարում էր ժամանակը, իսկ թե ինչ ստացվեց եւ ինչպես ստացվեց, այդ մասին ես առանձին վիդեո կանեմ անպայման 2 օրվա ընթացքում։ Ուրեմն բացի այդ զգեստից մի հատ նոր գոգնոց եմ սկսել սպիտակ կոստյումից հետ անցնելու համար, ինչպես գիտեք, գոգնոցները շատ մոդայիկ են։ Թե Պրադայի, թե Miu Miu-ի, թե մյուս կոլեկցիոներներում գոգնոցներ եղել են ցուցադրված վերջին սեզոններին։ Արդեն ասել եմ, որ գնում եմ առանձին տարազի մասին դասընթացի եւ որոշեցի հայկական գոգնոցը իր ամբողջ գեղեցկությամբ ներկայացնել եւ քանի որ փորձում եմ տարազային էլեմենտները մտցնել հայկական նոր ոճ ստեղծելու համար, այսինքն դասական հագուստի հետ համադրել նաեւ հայկական տարազի էլեմենտները, փորձեցի հայկական նախշերով այս գոգնոցը սարքել, իսկ թե ինչ կստացվի դրա մասին եւս առանձին վիդեո կլինի։ Բացի դրանից ինձ պատվիրել են այսպիսի պայուսակների վերանորոգում, որը ես պատվիրատուի հետ խոսեցի եւ հետաձգեցի վերջի զանգից հետո, որպեսզի կարողանամ զգեստը վերջացնել, հանգիստ հանձնել եւ դրանից հետո նոր անցնել պայուսակների ձևափոխմանը։ Ինչպես արդեն ասացի, ես ընթացքում մասնակցել եմ տոնավաճառի իմ ապրանքներով,
այդ մասին եւս առանձին վիդեո կպատրաստեմ, այն մասին, թե ովքեր կային այնտեղ ինձանից բացի, ինչպես կարող եք իրանց վիդեոներն ու էջերը գտնել, հետևել իրանց, եթե հետաքրքիր կլինի, այդ մասին եւս առանձին վիդեո կլինի հաջորդ օրերի ընթացքում։ Ուրեմն ծննդյան վերաբերյալ ինձ մեծ մասամբ նվիրել են գումար, փող, բայց մայրիկս ինձ այսպիսի հրաշք գիրք է նվիրել եւ եւս մեկ վիդեո խոստանում եմ այս գրքի բոլոր էջերն ու թերթերը նկարելով, բացատրելով, թե ինչ կա, կարդալով։ Եվ ստիպված, արդեն երբ որ զգացի, որ շատ քիչ ժամանակ է մնացել եւ զգեստը ես մենակս հաստատ չեմ հասցնի, օգնության եմ կանչել իմ բարեկամուհիներին, ովքեր նույն կերպ հոյակապ գործեր են անում, նույն կերպ վարպետներ են իրենց գործերում եւ միահամուռ ուժերով մենք վերջապես կարող ավարտել զգեստը։ Վերջնական, հոյակապ տեսքով մեր հաճախորդուհին գնաց իր վերջի զանգին։ Ոչ մի թերացում զգեստի վրա չի եղել, ոչ մի բաց թողում զգեստի վրա չի եղել եւ որի համար եւս շնորհակալ եմ իմ բարեկամուհիներին, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ ասում իրանց։ Ինչպես տեսնում եք, մայիսը եղել է իրադարձություններով լեցուն եւ լիքը մատերիալներ են հավաքվել, որոնք ես այս շաբաթվա ընթացքում անընդհատ կհրապարակեմ ինչքան որ հնարավոր է։ Սպասեք, անպայման կլինեն նոր վիդեոներ, անպայման կլինեն նոր հետաքրքիր տեսանյութեր։